Հոգեթերապիան անիմաստ բան է, ես երբեք հոգեթերապիայի չեմ դիմի, դա մեկա չի օգնում։ Այսպես ասում են ովքեր։ Առաջինը նարցիստիկ խանգարում ունեցող մարդիկ, ովքեր որ կարծում են իրանք այնքան վեհ են, այնքան յուրահատուկ են, որ հոգեթերապիան իրանց չի էլ օգնի։ Դա մեկ։ Երկրորդ տեսակի մարդիկ, այնքան տրավմաներով մարդիկ են անգիտակցական մակարդակում, այսքան մանկությունից եկած, որ վախենում են իրենք իրենց խնդիրներին բախվեն, այդ պատճառով մերժում են հոգեթերապիան։ Այսինքն այս մարդիկ փախնում են իրենք իրենցից, այդ պատճառով թերապիայի չեն հաճախում։ Երրորդ տեսակի մարդիկ ովքեր են։ Այն մարդիկ, ովքեր գնում են թերապիայի, որ ապացուցեն, որ թերապիան էլ իրենց չի օգնի։ Դե մեկ այս թերապիան էլ ինձ չի օգնելու։ Դեպքեր կան, որ հոգեթերապիան ոչ թե օգնություն է, այսքան խնդիրը վերջնական լուծում է, այլ աջակցություն է հոգեթերապևտիկ, բայց դա եւս օգնություն է։ Մենք պետք է հասկանանք ինչ է հոգեթերապևտիկ օգնությունը։ Շատ հաճախ այն մարդիկ են հիասթափվում, ովքեր միանգամից էին օգնություն ուզում, բայց երբ որ տեսնում են հոգեթերապիան պրոցես է, ձանձրանում են, հոգնում են, հիասթափվում են։ Շատ է լինում այցելում, որ գալիս է, ասում է, ինձ թվում էր 1-2 սեանսը բավական կլինի, բայց մեկ էլ տեսնում ենք տակից ուրիշ խնդիրներ բացվեց։ Գրեթե միշտ այցելուն չի գալիս այն հայցով, որով որ գալիս է։ Այսինքն խնդիրը գրեթե միշտ ուրիշ տեղ է թաքնված։ Այս խնդրի պատճառը այլտեղ է։ Այդ պատճառով հոգեթերապիան այդքան միանշանակ բան չէ։ Եվ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում օգնություն խնդրել։ Այս մարդկանց համար օգնություն խնդրելը դա իրենց բարդության մասին է։ Ես ուժեղ եմ, ես տղա եմ, ես ինքս ինձ կօգնեմ, հոգեթերապիան ինձ պետք չի։ Իրականում մեր անգիտակցականում այնքան պաշտպանական մեխանիզմներ կան, որ գրեթե միշտ մենք մեր հետ չենք բախվում։ Մենք ճշմարտությունը չենք տեսնում ինքներս մեր մասին։ Ամեն ձև մենք մեզ խաբում ենք։ Այդ պատճառով հոգեբանն էլ ունի իր հոգեբանը։ Ու մենք էլ գնում ենք մեկի մոտ, ով մեր կույր բծերը տեսնում է, որտեղ մենք ենք մեզ խաբում։ Այդ պատճառով հոգեբանը ունի իր սուպերվայզերը, որը օգնում է թերապիայի ընթացքում կույր բծերը տեսնել թերապիայի մեջ։ Հոգեթերապիան հրաշալի պրոցես է, բայց ժամանակ է պահանջում, ռեսուրս է պահանջում եւ ուժ ներքին բախվելու ինքդ քեզ հետ։ Իսկ այստեղ հոգեթերապիան է օգնում էլի ռեսուրսավորվել եւ բախվել։ Հոգեթերապիայի համար կարող եք զանգահարել, կարող եք գրել էջին եւ միասին կփորձենք օգնել ինքներդ ձեզ։ Այո, դուք եք ձեր հոգեբանը, բայց հոգեբանը օգնում է, որ դուք ինքներդ ձեզ օգնեք։